Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Չեմ հավատում, ստացվեց։ Եկեք հասկանանք գոնե ինչի համար էինք այսքան տանջվում։ Թուղթ, ուղղակի թուղթ։ Լավ մի հուսահատվեք, հնարավոր է այս թղթերի վրա իրոք կարևոր բաներ կան գրված, օրինակ հանելուկներ։ Էլի հանելուկներ, էլի ինչ-որ բան փնտրել, չեսա լինելու բան չի։ Այստեղ պիտի լինեին իմ գանձերը։ Ես արդեն զզվում եմ այդ հանելուկներից, այդ հանձնարարություններից ու նման բաներից։ Այստեղ ոչ մի բան չկա գրած։ Մարիայիս քո մոտ ոնց որ Մարիայի մոտ ինչ-որ բան կա գրված։ Մի րոպե, կարդում եմ։ Ողջույն ընկերներ, երբեք չհուսահատվեք, չէ որ դուք հաղթահարել եք ամենաբարդ փորձությունները։ Ուրեմն ինչու եք վախենում անցնել նաև այս մեկի միջով։ Կանաչ թուղթը սկիզբն է, մյուս երկու թղթերի վրա կսկսեն երևալ բառեր ու տառեր, երբ հասնեք նարնջագույն դրոշակին, որը գտնվում է օպերայի բակում։ Գնացինք։ Ահա։ Աննա, քո թղթի վրա ինչ-որ բան հայտնվեց։ Չեք հավատա, բայց տեսեք, կարդամ։ Դե կարդավայ։ Բարեկամներ, ուզում եմ ճամփորդեք եւ բացահայտեք լեգենդները։ Եթե պատրաստ եք, վերադարձեք տուն։ Այնտեղ դուք կբացահայտեք մի բան, որը սկզբում ձեզ կզարմացնի, բայց ոչինչ, պետք է հիշել, որ իրական գանձերը գիտելիքներն են։ Այ քեզ աճպարարություն։ Գնացինք։ 5 րոպեի ընթացքում 2 հիասթափությունը շատ չի։ Լուրջ։ Չէ դուք լուրջ եք ասում։ Գորգ, ուղակի գորգ, գորգ ու վերջ։ Իսկ այդ սպիտակ թղթի վրա ոչինչ չկա գրված։ Կա, վերցրու ու կարդա։ Սիրելի բարեկամ, սա սպիտակ թուղթ է, որի վրա ոչինչ չկա գրված։ Դրա վրա դու պետք է գրես եւ պատմես քո մասին, չէ որ դու անցար արկածների հետքերով։ Եկեք սկսենք մեր ուսումնասիրությունը։ Գորգերի զարդանախշերը տարբեր բաներ են խորհրդանշում, օրինակ պտղաբերություն, ուժ, հավատք, կյանք։ Ձեռագրի պես եզակի յուրաքանչյուր գորգ ստեղծողին հատուկ ստորագրություն ունի, գույների, նախշերի, հանգույցների տեսքով։ Հիմա մենք ո՞նց ենք հասկանալու այս գորգը իրենից ինչ-որ արժեք ներկայացնում է, թե չէ։ Գուցե ինչ-որ մասնագետների ցույց տանք, դե մենակ նրանք կարող են մեզ տալ ճիշտ տեղեկություն։ Կարծում եմ կարող ենք համացանցին դիմել։ Ընկերներ, մի մոռացեք, սա շատ կարևոր բան է, ու հիշեք ամենակարևոր գրությունը, սա չպետք է հայտնվի չար մարդկանց ձեռքում։ Իսկ եթե մենք դիմենք մասնագետների կամ ցույց տանք ուրիշ մարդկանց, այդպես վտանգը մեծանում է։ Նախ մենք ինքներս պետք է պարզենք էս ինչա։ Մի րոպե։ Ես հասկացա։ Սա կախարդական գորգ է։ Գոր լուրջ ես ասում։ Ինձ թվում է դու վաղուց դուրս ես եկել նման բաներին հավատալու տարիքից։ Մի րոպե, բարեկամ։ Այսինքն ես հիմա լսում եմ, որ դու այսքան բանի միջով անցնելուց հետո բացառում ես, որ սա կարող է լինել կախարդական գորգ։ Լավ, ինչ կախարդական ուժ կարող է ունենալ, ինչ ես կարծում։ Դե չգիտեմ, կարող է երազանք կատարում։ Հա, երազանք կատարում։ Երեխեք հիմա նայեք, բոլորս կանգնում ենք ու հեռանում ենք գորգի վրայից։ Հեռանում ենք, արագ։ Հիմա դու լուրջ որոշել ես դիմել ես գորգին, որ ցանկությունը իրականացնի։ Բարեկամ,
Եթե ես մի բան անում եմ մինչև վերջ ու շատ պուպուշ ձևով։ Ու որն է ցանկությունդ, որ տնային աշխատանքներդ միշտ կատարված լինեն։ Թե ամառային արձակուրդներդ երկարացնեմ։ Մի խանգարեք։ Ավելի լավ է մտածեք ձեր ցանկությունների մասին։ Կարող է ստացվի։ Օ, ամենակարող, ամենահզոր գորգ։ Քեզ դիմում է գոռը։ Խնդրում եմ, ցույց տուր մեզ ճանապարհը դեպի գանձերը։ Ինչ ես ճանապարհ հարցնում, միանգամից գանձեր ուզի։ Հա, ճիշտ ես ասում։ Ավելի լավ է միանգամից տուր մեզ բոլոր գանձերը։ Չէ, արկածները։ Հա, դու էլ ես ճիշտ ասում։ Եվ թող արկածները միշտ լինեն մեզ հետ եւ պարգևեն մեզ լիքը գիտելիքներ։ Կարող եմ մի բան էլ ես ասել։ Եվ թող, որ երբեք մենք չվիճենք եւ լինենք համերաշխ, ու եթե կարելի է, հիմա մեզ բոլորիս սառը բաղբաղակ։ Որ ինձ թվում է դու վերջում հաշիվնել ես ուզելու։ Կարևորը մի հատ հստակ բան իմացանք, գորգը ոչ մի ցանկություն չի իրականացնում։ Կարող է ինչ-որ ուրիշ կախարդական ուժ ունի։ Կարող է անտեսանելի է դարձնում։ Կոր լավ էլի։ Չէ, եկեք փորձենք, նայեք, հիմա ես պարկում եմ ու դուք ինձ գլորում եք։ Լավ, սկսեք։ Կանգնել նայում եք։ Արեք ձեր գործը, արում ենք ես տենամ։ 3 4 1 գնացինք 2 3 4 Ամբողջովին փաթաթվեցի։ Հա, ինձ տեսնում եք։ Երեխեք, գոռը ուր է։ Անտեսանելի է, չեմ հավատում։ Գոռուր կորаж։ Լավ, հասկանում եմ, որ կատակ եք անում։ Կարող է դուք ինձ տեսնում եք, բայց ես ձեզ այդքան էլ չեմ տեսնում։ Անտեսանելի էլ չի դարձնում։ Մնաց մի բան փորձես։ Ինչ։ Կարող է գորգը թռչողը։ Վախ։ Վայ։ Վախ։ Վայ։ Ալադին ջան, ո՞նց ես։ Վախ։ Ինձ թվում է ավելի արդար կլինի այս գորգի մյուս կախարդական ուժը դուք ստուգեք։ Վայ։ Շատ է ցավում։ Վայ։ Հասկացա։ Վայ։ Կարևորը մի հատ հստակ բան իմացանք, գորգը կախարդական չի ու ոչ մի հրաշագործություն չի անում։ Վայ։ Այս տղեն էլ։ Բայց շատ ցավոտ ճանապարհով դա իմացանք։ Վախ։ Եկեք լուսանկարենք։ Ու մենակ լուսանկարը ցույց տանք մարդկանց։ Նկատել եք, ծառից ընկնելուց հետո ուղեղը սկսել է լավել աշխատել։ Պետք է ավելի շուտ ընկներ։ Հրաշալի միտք է։ Եկեք լուսանկարենք եւ ցույց տանք մասնագետներին։ Բարև ձեզ։ Կներեք, այս գորգից տեսել եք։ Մերսի շատ։ Կներեք, բարև ձեզ, այս գորգերից տեսել եք, թե չէ։ Բարև ձեզ, կներեք, այս գորգից տեսել եք, թե չէ։ Հա, կարծ։ Ընկնելուց հետո ուղեղը սկսել է լավ աշխատել։ Ինչ որ շատ երկար է տևում։ Տեսնեմ, հիմա ինչ կասեք։ Այ այսպես, հիմա ամբողջ աշխարհով մեկ կփնտրենք գնորդ։ Ավելի ճիշտ ես չեմ փնտրի։ Թող ինձ գտնեն։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Ներողություն եմ խնդրում ձեզ անհանգստացնելու համար,
Պարզապես այնպիսի տեղեկություն ունեմ, որ ճիշտ գտա ինքս գալ հայտնել ձեզ։ Համացանցում հայտվել է վիշապագորգի նկարը։ Մենք կարծես գտանք այն։ Շնորհավորում եմ։ Որտեղ։ Ես արդեն համոզվել եմ երկու բանում։ Առաջինը, գորգը կախարդական չի, եւ երկրորդը, ինքն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Սա հաստատ ինչ-որ մեկի չար կատակն է։ Ինչ ես խոսում, ինչ չար կատակ։ Լավ երեխեք մի հուսահատվեք, այստեղ չիմացանք, թե ինչ ան իրենից ներկայացնում այդ գորգը։ Ուրիշտեղ կփորձենք։ Մի վարքյան, մենք անընդհատ խոսում ենք, որ սա ինչ-որ շատ կարևոր գորգ է, բայց իրականում ոչինչ չենք տեսնում։ Ես ներողություն եմ խնդրում ձեր զրույցը ընդհատելու համար։ Պարզապես ընկերոջս հետ զբոսնում ենք եւ ակամա։ Լսեցի ձեր զրույց ինչ-որ հին գորգի վերաբերյալ։ Ասեմ, ինձ շատ հետաքրքրեց, քանի որ ես շատ եմ սիրում հին իրեր, առավել ևս գորգեր եւ ունեմ մեծ հավաքածո։ Ասացեք խնդրեմ, ես կարող եմ տեսնել այդ գորգը։ Բարև ձեզ։ Կներեք, իսկ դուք ով եք։ Ներողություն եմ խնդրում, մոռացա ներկայանալ։ Անունս Անդրանիկ է, ասել է թե առաջնեք։ Այո, բայց ընկերներս, ծանոթներս ինձ հաճախ դիմում են ուսուցիչ, իմաստուն, մագիստրոս, այդե դուք էլ կարող եք ինձ տենց հեշտ դիմել, ասենք, պարոն մագիստրոս, իմ օգնականը ներկայացիր։ Բարև ձեզ։ Հարազատների եւ անծանոթների համար Ալեք։ Շատ հաճելի է։ Ես Կորն եմ, ինքը Արմենը, Մարիան եւ Աննան։ Եվ այսպես, ինձ ցույց կտաք այդ գորգը, որտեղ է այն։ Հա, իհարկե։ Փոխանցի։ Աստված իմ։ Հրաշք, հրաշք։ Ես նույն գորգը, որ ես տեսել եմ տարիներ առաջ։ Վերջապես դու իմ ձեռքերում ես։ Պետք է ասեմ, որ այդքան էլ թանկ բան չի, ես այն կգնեմ։ Ասացեք գինը եւ կարող եմ այն գնել։ Մենք պետք է խորհրդակցենք։ Խնդրեմ։ Ճիշտն ասած, այս մագիստրոս Անդրանիկոս իմ դուր այդքան էլ չի գալիս։ Վախենալու է։ Երեխեք, հա, բայց մենակ ինքը հետաքրքրվեց մեր գորգով։ Մենք մենակ նրանից կարող ենք ողջել, թե ինչ է իրենից ներկայացում այդ գորգը։ Իսկ մենք ուզում ենք, չէ՞ իմանալ, թե այդ գորգի մեջ ինչ գաղտնիքներ կան թաքնված։ Ու վերջին հաշվով միայն նա ասաց, որ կարող է մեր գորգը գնել։ Կարող է հենց այդ հանելուկի իմաստը, գտնել գորգը ու վաճառել։ Ես խոսքերս հետ եմ վերցում, երբ ասեցի ինքնարույց հետո ուղղակի սկսել է լավ աշխատել։ Հիմա ինչ գնում ենք։ Քվեարկություն։ Ընդունվեց միաձայն։ Գնացինք։ Դե։ Ինչ որոշեցիք։ Գնում ենք զբոսնելու, պատմեք մեզ ձեր եւ այդ գորգի մասին։ Հրաշք։ Հրաշք։ Ալեք, կազմակերպիր։ Համեցեք։ Երբ ես ձեր տարիքին էի, ես նույնպես սիրում էի արկածներ։ Սիրում էի փնտրել նորը, գտնել հինը, հայտնաբերել այն, ինչ վաղուց մոռացվել էր։ Ես եւ իմ ընկերը սիրում էինք հայտնվել ամենատարբեր վայրերում եւ հավաքել տեղեկություններ։ Եվ այդ ամենը ընկերս գրի էր առնում իր օրագրում։ Անցան տարիներ, մենք արդեն երեխաներ չէինք, երիտասարդ, ուժեղ տղաներ էինք եւ համարյա գտել էինք մեր կյանքի ամենակարևոր գանձը։ Մենք հայտնագործության շեմին էինք, բայց ընկերս կորավ։ Նա ասես անհետացավ, չքացավ, իր հետ տաներով իր օրագիրը եւ մեր հավաքած բոլոր տեղեկությունները։ Այդ օրից ես շարունակեցի մարկածների ճանապարհը, բայց արդեն մենակ, առանց իմ ընկերոջ եւ օրագրի, բայց միշտ փնտրում եմ նրան։ Ներեցեք, իսկ ինչ տեսք ուներ այդ օրագիրը։ Սովորական կաշվե
փոքրիկ օրագիր։ Լավ, ինչև է։ Ավելի լավ է դուք ինձ պատմեք։ Ինչպես գտաք գորգը։ Որտեղ է։ Երբ ցույց կտաք ինձ։ Դե այդ գորգը մեզ այդքան էլ հեշտ չի ասել։ Գտնվում է ապահով վայրում։ Մենք փորձեցինք դրա նկարը ցույց տալ մարդկանց, բայց ոչ մեկը բացի ձեզնից հետաքրքրություն չցուցաբերեց գորգի նկատմամբ։ Մի րոպե։ Ասացեք խնդրեմ, իսկ ինչպես գտաք գորգը։ Կարող ենք եւս մեկ անգամ խորհրդակցություն անցկացնել։ Խնդրեմ։ Մեր եղեք ինչ առաջարկներ կան։ Իսկ կարող է իրան ասենք, ներեցեք, բայց շատ հնարավոր է, որ ձեր ընկերոջ օրագիրը մեզ մոտ է։ Չեմ կարծում, մի տեսակ չեմ վստահում իրան։ Բայց ինչու՞։ Շատ ընկերասեր մարդ է։ Այսքան տարի անց դեռ փորձում է իր ընկերոջը գտնել։ Ես էլ եմ կարծում, որ պետքա օրագրի մասին նրան ասենք։ Մի մոռացեք, ասում էր, չէ, գորգը չպետք է հայտնվի չար մարդկանց ձեռքում։ Հա, բայց ինքը այդքան էլ չար մարդ չի երևում։ Համել ասում է գորգը, այլ ոչ թե օրագիրը։ Լավ, ոնց կուզեք։ Իրականում ինձ էլ է բավականին հետաքրքիր, թե ինչեր գիտի մագիստրոսը ու ինչի է պետք նրան մեր գորգը։ Ոնց հասկանում եմ, քվեարկության կարիք չկա։ Գնացինք։ Դե, որոշեցիք։ Ցույց կտաք ինձ գորգը։ Գորգը մի կողմ։ Մենք ձեզ համար ավելի կարևոր նորություն ունենք, որը ձեզ շատ կուրախացնի։ Ուրեմն այսպես մեզ մոտ է գտնվում այն օրագիրը, որը դուք երկար տարիներ փնտրում էիք։ Ինչ։ Օրագիրը։ Բայց ինչպես։ Դե մեզ մոտ այն հայտնվել է պատահական կերպով։ Սա չէ այն օրագիրը, որը դուք երկար տարիներ փնտրում էիք։ Այո։ Եվ այդ օրագրի միջոցով էլ գտել ենք գորգը։ Ասեք, դուք ծաղրում եք ինձ։ Բայց ինչի։ Այստեղ ոչինչ չկա գրած։ Բաց սպիտակ թղթեր։ Բայց ինչպես։ Մենք այս օրագրի միջոցով շատ ենք անցել տարբեր փորձությունների միջով։ Լավ, կներեք, շատ անհարմար բան ստացվեց։ Երևի ինչ-որ բան շփոթել ենք, մենք գնում ենք, կներեք։ Բայց ինչու գնանք, բա գորգը։ Գոր շատ ես խոսում։ Ներեցեք մեզ ուղղակի թվաց, որ մեզ մոտ է գտնվում ձեր նկարագրած օրագիրը, էներ բանից պարզվեց, որ մենք օրագիր չունենք։ Ուղղակի անպետք տետր է, այն անգամ օրագրի տեսք էլ չունի, մենք գնանք, ներեցեք։ Ես հիմա չեմ էլ կասկածում, որ սա հենց այն նույն գորգն է, որը մենք փնտրում էինք։ Ալեք, դու գիտես ինչ ես անելու։ Լսում եմ ուսուցիչ։ Մի վարքյան։ Հիմա ես չեմ հասկանում, սա ինչ որ գիտություն է, թե կախարդանք։ Նայեք, օրագիրը իմ ձեռքերում է, ու ես ամեն բան տեսնում եմ, բոլոր հանելուկները։ Երբ գիտությանը լավ չես տիրապետում, ֆիզիկայի յուրաքանչյուր օրեն կարող է կախարդանք թվալ։ Օրագիրը գրված է այնպիսի թանաքով, որը ունի ջնջվելու հատկություն։ Օրագիր գրողը կանխատեսել է, որ եթե մենք գտնենք ճամպրուկը, դրանից հետո օրագիրը կարող է հայտնվել չար մարդկանց ձեռքում, ու այնպես արել, որ տողերը անհետանան, եթե չար նպատակն է հետապնդում։ Մի խոսքով, օրագիրը մեզ հասկացնում է, որ մագիստրոսը այն չար մարդն է, ում ձեռքում չպետք է հայտնվի մեր գորգը։ Երեխեք, բայց մի բան ասեմ էլի։ Ինչ լավ արեցինք, որ գորգը ապահով թողեցինք տան մեջ։ Ես լյովին համաձայն եմ։ Հիմա պիտի գնանք ու թաքցնենք այն։ Մի րոպե։ Այն Ալեքը չի։ Հա, մեր գորգը։ Փաստորեն հետևել է մեզ։ Գնացինք շուտ բռնենք ու չթողնենք։ Մի րոպե։ Պետքա գնանք ու հետևենք նրան։ Ինքը գիտի մեր տեղը, մենք էլ իմանանք նրանը։ 1, 2
Վերջապես այսքան տարի անց մենք նորից հանդիպեցինք։ Այս գորգը սովորական գորգ չէ։ Սա հայկական գորգ է։ Այս գորգը իր մեջ կրում է բազում գաղտնիքներ ու հրաշքներ։ Այս գորգը ավելին արժե, քան իմ ողջ հավաքածոն գորգերի։ Ներեխեք, ես ձեզ մի բան պիտի խոստովանեմ։ Ժամանակ ես գտել։ Հա, իրականում գորգը նրանց մոտ է հայտնվել իմ պատճառով։ Ոնց։ Դե նայեք, ես գորգի նկարը բեռնել եմ համացանց։ Ու երևի նրանք մեզ այդպես էլ գտել են։ Ու հնարավոր է համացանցի միջոցով գտել են նաև տան հասցեն։ Ինչպես։ Լսեցի։ Չենք խառնվում ու ոչ էլ քայլեր ենք ձեռնարկում։ Ես իմ սխալը կուղեմ։ Ով կա այստեղ։ Ես եմ ուսուցիչ։ Դու այստեղի չես։ Ընկերներդ էլ են քեզ հետ։ Ոչ, ես մենակ եմ։ Ես էլ եմ ուզում լինել ձեզպես ու ծառայել ձեզ։ Ահա, ծառայել, շուտով բոլորն են ծառայելու ինձ։ Բայց ես զգում էի, ես տեսնում էի, որ դու նման չես ընկերներիդ։ Քո մեջ մի այնպիսի ուրիշ բան կար, որը չկար ընկերներիդ մոտ։ Դու էլ ինձպես ուզում ես լինել ուժեղ, հզոր։ Այո, դուք ճիշտ եք նկատել։ Այդ պատճառով բերել եմ նաև օրագիրը։ Կեցես տղաս։ Մոտարի։ Դուր ինձ օրագիրը։ Դու կօգնես ինձ, որ ընթերցենք այն։ Այո, բայց դուք պետքա ձեր աչքերը փակեք։ Երբ ասեմ բացեք, կբացեք։ Հարցրեք ինչու։ Ինչու։ Որ գրությունը հայտնվի։ Ինչպես։ Դե նայեք, երբ ձեր աչքերը բաց են, գրությունը անհետանում է։ Տեսեք, ոչ մի բան չկա գրված։ Այ որ ձեր աչքերը փակեք, բառերը կհայտնվեն։ Լավ։ Ես համաձայն եմ։ Բայց ինձ ժամանակ է պետք։ Որքան։ Դե հաշվեք մինչև 10-ը։ Լավ, հաշվենք մինչև 10-ը։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հալե փոքրիկ սրիկա խափեց ինձ բռնի նրան Եվ դուք ձեր փոքրիկ ուղեղներով փորձում եք խաբել ինձ։ Շատ ծիծաղելի։ Շատ։ Մի քանի ժամից ես կդառնամ աշխարհի հզորագույն մարդը։ Եվ դուք չեք կարող խանգարել ինձ։ Ասեմ ավելին։ Դուք կօգնեք ինձ։ Բաց թողեք մեզ։ Մենք ձեզ չենք օգնի։ Ինչ եք ասում։ Այ ինչ ծանոթ խոսքեր են։ Տարիներ առաջ ընկերս նույն բաներն էր ասում։ Ես քաղաքի մասին չեմ մտածում, հասկացեք։ Ես մտածում եմ իմ հզորության մասին։ Լավ, կարճ։ Ժամանակ չկա։
Դու կօգնես ինձ։ Ալեք, ուշադիր եղիր, չփախչեն։ Գնացինք։ Օրագրի վերջին տողերը անտեսանելի են ինձ, բայց քեզ համար այն տեսանելի կլինեն։ Բայց օրագրի մեջ ոչինչ չկա գրված։ Մի ընդհատիր։ Գրվածը տեսանելի կլինի, երբ արևի շողերը ընկնեն ճիշտ օրագրի վերջին էջի վրա։ Տեսա, չբարկացնես ինձ։ Ընկերների ճակատագիրը քեզնից է կախված։ Երբ արևի շողերը ընկնեն վերջին էջի վրա եւ տողերը տեսանելի դառնան, բարձրաձայն կկարդաս այն։ Երեխեք, կներեք ինձ։ Իմ պատճառով եք դուք այստեղ հայտնվել։ Ես միշտ չմտածված քայլեր եմ անում ու իմ քայլերի համար պատասխան են տալիս ուրիշները։ Կներեք։ Գորդում մեր ընկերն ես, իսկ ընկերությունը կառուցվում այն բանի վրա, որ ընկերոջդ պիտի սիրես հենց իր սկալներով հանդերձ։ Մի զարմացեք ընկերներ։ Ես է ձեր պես մեկն եմ։ Ես երկար ժամանակ աշխատել եմ մագիստրոսի մոտ, որպեսզի իմանամ նրա ծրագրերի մասին։ Եվ մենք հիմա կխաթանենք նրա բոլոր ծրագրերը։ Շնորհակալ ենք քեզ, Ալեք։ Առանց քեզ մեզ մոտ ոչինչ չէր ստացվի։ Բայց ինչու մեզ օգնեցիր։ Դե մի պարզ պատճառով։ Ես այդ օրագրի հեղինակի որդին եմ։ Եվ ես գիտեի, որ իմ հայրը հայտնաբերել է մի այնպիսի բան, որ ինձ ցանկանում է տիրանալ մագիստրոսը։ Եվ ես փորձեցի պարզել դա։ Երկար ժամանակ ես աշխատել եմ նրա մոտ որպես նրա օգնական, որպես իմանամ նրա գործերի մասին, եւ ինչ է պլանավորել իմ հայրը եւ ինչին է ուզում տիրանալ նա։ Եվ ես պարզեցի դա։ Ես ձեզ եմ շնորհակալ։ Ձեր մարդիկ շատ կարող են մեր քաղաքի լեգենդները պահպանելու համար։ Թաքցրեք այդ գորգու օրագիրը այնպիսի միտեղ, որ ոչ մեկ չգտնի։ Իսկ ի՞նչ է լինելու մագիստրոսի հետ։ Դե նա շատ անօրինական գործողություններ է արել։ Նրանով կզբաղվեն օրինապահ մարմինները։ Շատ եմ սիրում մեր քաղաքը։ Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։ Աշխարհի ամենալեգենդար քաղաքը բոլոր քաղաքներից մեր Երևանը։ Յուրաքանչյուրը պիտի հոգա, որ մեր քաղաքի ոգին ապրի։ Մենք թաքցրեցին գորգը, ճամպրուկը, օրագիրը։ Հիմա ինչ ենք անելու։ Կարող ենք վերջապես բոլորս միասին առանց հանելուկների, առանց հանձնարարությունների ուղղակի պաղպաղակ ուտել ու շրջել քաղաքով մեկ։ Համամիտ եմ գորի հետ։ Աննա, բայց անկեղծ։ Ինչ էր գրված վերջին էջի վրա։ Դե հանելուկ էր։ Չսկսեք։ 3, 2, 1։ Մենք շարունակում ենք գնալ արկածների հետքերով։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ժասով հետքերով արկածների։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։